Edu. Հայ ջան։ Դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Ես գիտեք մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, այս իշխանությունը ինչ որ գիտեք ոնց որ սերիական մանյակ կլինի, որ հա ինչ որ մի իրավիճակ ստեղծի, որ ամոթի մեջ լինենք մենք սաղս։ Անկեղծ ասած զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ որ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է, ամեն դեպքում զարմանալ պետք չի, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչ իրենք հատել են վաղուց բոլոր կարմիր գծերը։ Հաստը նա է, որ կա տիտանական ապօրինություն, հետևաբար խնդրում եմ նշվածի տիրույթում նույնիսկ հարցը չդիտարկենք, անկեղծ եմ ասում։ Մասնագիտական առումով շատ պարզ եւ դյուրին պատասխաններ կարելի է տալ, բայց սա այդ տիրույթը չի։ Իհարկե վերջ չկա աբսուրդին, բայց ես կարծում եմ գոնե նվազագույն ինչ որ կարմիր գծեր ընկալելիության տեսանկյունից պետքա լինի։ Մեծ ցավը այն է, որ այս իրողությունը այսօր կատարվում է մեր ազգային հայրենի ինքնիշխան անկախ պետության մեջ եւ կատարվում է մեր հայրենի իշխանությունների ձեռքով, որը որ արձագանքում է նաեւ շատ ուրիշ հայտարարությունների եւ պահանջների մեր հայրենիքից դուրս հնչած։ Իշխանությունների եւ իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու եւ եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու։ Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Հավատում ենք, որ մեր Սուրբ եկեղեցին Աստուծո ողորմությամբ եւ մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես։